Բարի երեկո, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ 26 տարի առաջ այսօրը հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը։ 1999 թվականի այսօրն ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանն ընդհատվեց կրակահերթերով։ Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վարչապետն այսօր հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոչրագործության զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները, զոհերի հարազատները ծաղիկներ են խոնարհել ազգային ժողովի բակում գտնվող հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումները, մինչ օրակարգային հարցին անցնելը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի ոչրագործության զոհերի հիշատակը։ Այնուհետ բացման խոսքով հանդես է եկել վարչապետը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, բյուջեի հավաքագրման գործընթացին ու ձևավորման մեխանիզմներին։ Վարչապետը խոսքը սկսեց վկայակոչելով այն փաստը, որ առաջին անգամ է, երբ Հայաստանի Հանրապետության բյուջեն քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, եւ որ օգոստոսի 8-ի պայմանագրերով հաստատված խաղաղությունը ունի արդեն պարամետրեր եւ վիճակագրություն։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել եւ կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել, բայց կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ նույնպես ի հայտ է բերում հաստատված խաղաղությունը եւ մասնավորապես նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարածման սահմանափակումները, սա ըստ էության պատմական իրադարձություն է։ Սա ըստ վարչապետի Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլն է, բայց կարևոր է, որ Հայաստանը նաև հարձագանքող լինի այդ հայտարարություններին եւ համապատասխան քայլեր անի։ Այս պահին դրան մեր արձագանքը հետեւյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետեւ սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբականակի ներմուծմանը, ինչը տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով։ Վարչապետը ընդգծեց, թե ինչպես Ադրբեջանն է մեզ համար վերացրել տարանցման սահմանափակումները, նույն կերպ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։ Այս հայտարարությունը որպեսզի լինի ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք եւ ամբողջական, այսինքն կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո մենք հնարավորություն կունենանք այդ ամենը իրականացնել։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված փաստ է, հերթական անգամ նշեց վարչապետը, ընդգծելով, որ դրա մասին պետք է անընդհատ ասել, բայց պետք է նաեւ հարաբերվել այն փաստի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, որովհետեւ Հայաստանը անկախության օրվանից եղել է կոնֆլիկտային միջավայրում։ Նիկոլ Փաշինյանը
Փաշինյանը խոսեց նաև խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքի ադրբեջանական կողմի հետ ամենօրյա շփումների մասին, ապա փաստեց, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, ինչը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով։ Այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է, համենայն դեպս կառավարության տեսակետից, բայց ոչ միայն կառավարության տեսակետից։ Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է եւ կառավարության տեսակետից եւ պատմական տեսակետից եւ բոլոր հնարավոր մյուս տեսակետներից, այսինքն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետեւյալն է կամ անհրաժեշտությունը հետեւյալն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Ապա խոսելով պետական բյուջեի մասին, վարչապետը ընդգծեց, որ պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու, հանրապետության կենսագործունեությունը ապահովելու մասին է։ Ես այսպիսի մի մտավարժանք եմ արել այսօր փորձելու համար մեր քաղաքացիներին եւ ավելի պատկերավոր մաքսիմալ բարձ ներկայացնելու, թե ինչ է պետական բյուջեն եւ ինչպես է այն ձևավորվում։ Իրականում կարծում եմ պետական բյուջեն լավագույն արտահայտությունն է իրական Հայաստանի այն գաղափարախոսության, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Պետական բյուջեն ընդհանրապես այս հայեցակարգից բխող բան է, որովհետեւ պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համատեղ ընտանեկան բյուջեն է, եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, իսկ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ժողովուրդը մեր ընտանիքն է։ Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձավ նաև բյուջեի ձևավորման գործընթացի առանձնահատկություններին, ստվերային շրջանառության կրճատման կարևորությանը։ Վարչապետի խոսքերով 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվում է ավելացնել 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ Հաջորդ տարի կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 55 միլիարդ դրամ կտրամադրվի, Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակապահովման եւ այլ կարիքների ու խնդիրների հասցեագրմանը։ Անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի վերադարձի տոկոսը 2026 թվականին կհասնի 20-ին, ներկա 12%-ի փոխարեն։ Սա ըստ էության թոշակի բարձրացում է։ Բայց այո, նաեւ հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք եւ մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որ վատ արգահատելի ոչ մի բան չկա դրանում։ Բայց հաջորդը մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր ետ վճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, պարոն Հովհաննիսյան, 3.5%-ի մասներ, 2%-ի մաս, անկախենք առևտրի 2%-ը, քաղաքացիները էլի հետ վճարի ձևով կստանան։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով հաջորդ տարի կիրականացվի նաև ակադեմիական քաղաք ծրագրի հաջորդ փուլը, ավարտին կհասցվի 300 դպրոց-500 մանկապարտեզ ծրագիրը, որից հետո կմեկնարկի հաջորդ 300 դպրոց ծրագիրը։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային խորհրդի անդամների հետ շաբաթօրն այցելել է Տավուշի մարզիկ իրանց բնակավայր։ Վարչապետը եւ հանրային խորհրդի անդամները նախ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները։ Հաջորդ կանգառը եղել է Կիրանցի նորակառույց հիմնական դպրոցում։ Ծրագրի նպատակով կառավարությունը հատկացրել էր 737 միլիոն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան։ Այնուհետև վարչապետը եւ հանրային խորհրդի անդամները ծանոթացել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականի դեկտեմբերին։
Ադրբեջանը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Հայաստանում կայանալիք Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Այդ մասին հայտարարել են Մեջլիսի ներկայացուցիչները։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ ինչով են պատճառաբանում իրենց այդ որոշումը։ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի հերթական 12-րդ նստաշրջանը իր աշխատանքը կսկսի վաղը Երևանում, այն 3 օր կտևի։ Նշեմ, որ Եվրանեստը ժամանակին ստեղծվել է Եվրամիության եւ Արևելյան գործակցության անդամ պետությունների միջև ինտեգրացիան զարգացնելու նպատակով։ Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, Վրաստանը, մի շարք այլ Արևելյան Եվրոպա երկրներ հռչակել էր եվրոինտեգրացումը որպես իր առաջնահերթություններից մեկը։ Եվ հաշվի առնելով դա, փոքր-ինչ անտրամաբանական է եւ անհասկանալի է, որ Ադրբեջանը անտեսում է այսչափ կարևոր միջոցառումը։ Եվրանեստում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Մելի Մեջլիսի падգամավոր Թայիր Միրքիշիլին պարզաբանել է պատճառները, նա ասել է, որ պատճառը այն է, որ Եվրախորհրդարանը ընդունել է մի շարք հայտարարություններ, բանաձևեր, փաստաթղթեր, որոնք հակասում են Ադրբեջանի սուվերենությանը եւ վիրավորում են ադրբեջանական պետականությանը։ Իրականում Եվրախորհրդարանը ի տարբերություն Եվրամիության այլ որոշ կառույցների իրեն թույլ էր տվել հետևողական եւ սկզբունքային մոտեցում, երբ Ադրբեջանը 23 թվականին իրեն ագրեսիա թույլ տվեց Արցախի նկատմամբ եւ այնուհետ էթնիկ զտում այնտեղ իրականացրեց։ Հատուկ բանաձև էր ընդունել Եվրախորհրդարանը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար վիճակին, որի պատճառը շրջափակումն էր, դատապարտել էին Ադրբեջանի իշխանության կողմից այդ շրջափակման քաղաքականությունը եվրախորհրդարանականները։ Բացի այդ 2023 թվականին արտաքին քաղաքականությանը վերաբերող տարեկան զեկույցում դատապարտել էին եվրախորհրդարանականները Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Այդ ամենը հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունները զանգվածային արշավ էին սկսել Եվրախորհրդարանի դեմ, բայց ինչն է հետաքրքիր, չնայած այդ ամենին Ադրբեջանի Մեջլիսը անցած տարի պատվիրակություն ուղարկեց Բրյուսել, ուր տեղի ունեցավ Եվրանեստի նախորդ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը։ 3 պատվիրակ ներկայացված էր։ Եթե այդպես է, կարծում եմ տեղին հարց է առաջանում, ինչու, եթե դժգոհում են 23 թվականին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերից եւ որոշումներից, 23-24 թվականների Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին պատվիրակություն ուղարկում են, իսկ 25 թվականի նիստին, որը Երևանում է անցկացվում, չեն ուղարկում։ Իսկապես սա հարցեր է առաջացնում։ Նշեմ, որ Վրաստանի խորհրդարանը նույնպես պատվիրակներ չի ուղարկելու, դե բայց այստեղ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հասկանալի է։ Այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի падգամավորները այսպես բացահայտ պաշտպանել էին Վրաստանի ընդդիմությանը, անգամ Վրաստանի ընդդիմության նախաձեռնած փողոցային բողոքի ցույցերին էին մասնակցել, միանգամայն տրամաբանական է, որ Վրաստանում իշխող խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացնում անտեսել այս միջոցառումը։ Այսպիսով ստացվում է, որ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը հետևողական է իր եվրոինտեգրացման այդ հռչակած մոտեցումներին, առաջնահերթություններին, դա Հայաստանն է։ Եվ կարծում եմ դրանից պետք է ամենայն դեպս փորձել օգտվել եւ հավանաբար Բրյուսելում արդեն սկսեն այսպես տարբեր աչքով նայել մի կողմից մեզ, մյուս կողմից Ադրբեջանին ու Վրաստանին։ Արտյոմ, հիմա որ ադրբեջանցիները չեն գալիս Երևան Եվրանեստին մասնակցելու պատճառը այն է, որ Երևանում է կայանում, թե պատճառն այլ է։ Դե բնական է հայտարարում են, որ որևէ նշանակություն չունի այն, որ Երևանում է անցկացվում նստաշրջանը, համենայն դեպս պատվիրակության ղեկավար Թայիր Միրքիշիլին հայտարարել է, որ դա որևէ նշանակություն չունի, եթե այլ երկրում անցներ միևնույն է չէին մասնակցի։ Չգիտեմ այդպես է թե ոչ, հաշվի առնելով այն, ինչ քիչ առաջ ասացի, բայց ամեն դեպքում պատերազմից հետո ադրբեջանցի եւ պաշտոնյաներ եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ բազմիցս Երևան այցելել էին, Թարմ օրինակ անցած շաբաթ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին Երևանում։ Մինչ այդ սեպտեմբերին Ադրբեջանի Թոփշիբաշևի կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Մուրադովն էր Երևանում։ Դրանից առաջ 22 թվականին, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի Մեջլիսի 2 падգամավորներ եկել էին Երևանում տարածաշրջանային ինչ-որ ֆորումի մասնակցելու եւ նրանցից մեկը անգամ արժանացել էր Հայաստանի վարչապետի ընդունելությանը։ Դե իսկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր անգամ Բաքու մեկնել եւ մասնակցել այնտեղ անվտանգության խնդիրներին նվիրված այդ ֆորումին։ Անգամ տեղեկություն կա,
իհարկե առայժմ չհաստատված այն մասին, որ միգուցե Իլհամ Ալիևը անձամբ ժամանի Երևան գալիք տարվա գարնանը, քանի որ Երևանում է տեղի ունենալու եվրոպական քաղաքական հանրության հերթական գագաթնաժողովը։ Նման փոխայցելությունները որքանով են ամրապնդում վստահությունը։ Նայած թե ովքեր են ներկայացված նման ֆորումներին, հա, օրինակ վերջին այդ հայտնի դեպքը, երբ անցած շաբաթ Երևանում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին հավաքվել, եւ հավանաբար հայկական կողմը լիարժեք տեղեկացված չէր ադրբեջանական պատվիրակության կազմի մեջ, քանի որ Երևան էր եկել այդ թվում նաեւ Ոմն Դիլարա Էֆենդիևան, ով ինչպես պարզվեց ժամանակին 23 թվականին մասնակցել էր Արցախը շրջափակելու այդ հայտնի տխրահարճակ ակցիային, հա, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները նման հանդիպումների լիազորում են ներկայանալ իրենց գործակալներին, այլ ոչ թե հասարակական սեկտորի իրական ներկայացուցիչներին, հազիվ թե դա որևէ կերպ նպաստի վստահության մթնոլորտին եւ երկխոսության զարգացմանը։ Դե իսկ երբ իրական փորձագետներ են հանդիպում, իրական ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչներ, դա ինչ որ չափով կարծում եմ նպաստում է գործին։ Շնորհակալություն Արծու։ Ավարտվեց հորիզոնային թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Մենք վերադարձանք, դուք դիտում եք Հորիզոնը։ Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ այսօր կազմակերպվել է թեմատիկ քննարկում, մանրամասները ռեպորտաժում։ Պետական եկամուտների կոմիտեն, տնտեսական լրագրողների ակումբը եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն այսօր համատեղ կազմակերպել էին ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը ներկա փուլում եւ ակնկալվող փոփոխությունները թեմայով պանելային քննարկում։ Նշվեց, որ այս պահի դրությամբ 145,000 մարդ արդեն ներկայացրել է հայտարարագիր։ Մասնակիցները նախ պատասխանեցին հարցին, արդյոք գործընթացը չեն համարում ձախողված։ Ոչ միայն չեմ համարում, որ ձախողվել է այս ռեֆորմի ընթացքը, հակառակը համարում եմ, որ շատ լավ մեկնարկ է տրվել, շատ լավ։ Ես էլ եմ կարծում, որ դա ձախողում չի։ Մեկը պարոն Պողոսյանը նշեց, որ մարդկանց մի ստվար խումբ թողում այդ հայտարարագրերը լրացնելը վերջին օրվան, երկրորդ ցավոք սրտի մենք ունենք մի խումբ մարդիկ էլ, որոնք դեռևս ID քարտերը չունեն ու հերթի մեջ են, այդ խնդիրը պիտի այսպես թե այնպես լուծվի, եւ ունենք երրորդ պատճառը ոչ բավարար իրազեկվածություն էլ կա եւ չորրորդ երևի իմ կարծիքով ամենամեծ պատճառը այդ հակաքարոզն է, պլանավորված արշավը, որը որ այս ամբողջ ընթացքում կատարվում էր։ Բերվեցին օրինակներ զարգացած տարբեր երկրներից, ընդգծելով, որ նման բարեփոխումներն այդ երկրներում տևում են մինչև 8 եւ ավելի տարիներ։ Հայաստանում 3 տարի առաջ մեկնարկած այս գործընթացը դեռ լավարկման փուլում է։ Եթե անձը մտածում է, որ ՊԵԿ-ում իր եկամուտների մասով ամեն ինչ արտացոլված է եւ պետությանը հայտնելու այլ տեղեկություն չունի, ապա իր հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատի եղանակով։ Հաջորդ տարիներին համակարգը լինելու է շատ ավելի ինտուիտիվ, շատ ավելի թափանցիկ, ավելի պարզ, նոր ֆունկցիոնալ ենք մտածել տարբեր տեսակի այդ թվում, ընդհանուր մինչև օրինակ գաղափարներ կար, թե մարդը որոշակի համամասնություններով տեսնի, թե իր վճարած հարկերը որ ուղղություններով են ծախսվում բյուջեի տեսանկյունից։ Տարբեր գաղափարներ կան, որ համակարգի բարելավմանը համար մյուս տարի կներդնենք, այդ թվում նաև լիազորների ինստիտուտ ենք ներդնելու, այսինքն որ մարդը կարա լիազորի մեկ այլ մարդու հայտարարագիր ներկայացնել։ Եթե արդեն հայտարարագիրը լրացրել եք եւ ստանում եք գումար նվիրատվության տեսքով, ապա հաջորդ հայտարարագրման ժամանակ կարող եք դա արտացոլել համապատասխան տողում, մեկ բառով։ Մարդ ուղղակի գրի անձնական փոխանցում կամ նվիրատվություն։ Բայց անգամ եթե ոչինչ չի գրվել, Արդարադատության նախարարությունն այս մասով հետևյալ պարզաբանումն է արել։ Եթե անձանց միջև եղել է գումարի շարժ, փոխանցում եւ կողմերը որպես նվիրատու եւ նվիրառու են, ապա դա համարում են նվիրատվություն եւ որևէ երրորդ կողմ չի կարող վիճարկել այդ փոխանցման բնույթը։ Այսինքն, եթե մարդը ասում է, ես տվել եմ որպես նվիրատվություն, ստացողն ասում է, ես ստացել եմ որպես նվիրատվություն, հարցը փակվում է։ Եվ հետաբար, իոք, խնդրում եմ, էլի, որևէ շարժառիթով, որևէ նպատակով չի արդարացվում մեր քաղաքացիներին այդպես անհանգստության ու, չգիտեմ, ուրիշ բառեր երևի չասեմ, տերորի մեջ պահելը։ Դա անկախ գումարի չափից Եվ անկախ փոխանցողներից ու ստացողներից։ Անկախ փոխանցողների ստացողների միջև կապից, անկախ իրենց ազգությունից։ Հիշեցնենք, որ մինչև 300,000 դրամ փոխանցումը պետք չէ հայտարարագրել։ Թեզը, թե այս գործընթացը ուղղված է այսպես ասած խոպանչիների դեմ, Բաբկեն Թունյանը հերքեց, ընդգծելով վերջիններս տարեկան կարող են մինչև 12 միլիոն դրամ փոխանցումներ կատարել։ Չեն հայտարարագրվելու նաև ընտանիքի անդամների կողմից միմյանց փոխանցվող գումարները։ Մենք օրենքը շատ լայն ենք գրել, բայց կառավարությանը ասենք դու կարող ես ասել, որ ինձ օրինակ այս մեկը պետք չի, ես մի տվյալը պետք չի։ Հիմա պայմանավորել ենք, որ կառավարությունը ասի, որ վարկերն ու փոխհատուցումները հայտարարագրել պետք չի, այդ մասին դեռ որոշում չկա, բայց սա քաղաքական բանավոր հայտարարություն է։ Այս եւ հաջորդ տարվա համար հայտարարագրման ժամանակահատվածը մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ն է։ Սա որոշակի երկար ժամկետ էր մեկնարկային փուլի տեսանկյունից, իսկ ընդհանրապես այս ժամանակահատվածը ամեն տարի լինելու է ստանդարտ՝ մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Կուալա Լումպուրում Ասիա Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից սկսած վերացնում է Չինաստանի նկատմամբ նախատեսվող 100%-անոց ներմուծման մաքսատուրքերի սահմանման սպառնալիքը։ Երեկ Մալազիայում Միացյալ Նահանգների եւ Չինաստանի պատվիրակություններին հաջողվել է մշակել առևտրային անհամաձայնությունները կարգավորող տարբերակ, որը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կքննարկեն այս շաբաթ, հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին։
Կուալա Լումպուր ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն դիմավորած արտիստների հետ կատարել է ավանդական մալազիական պար, որը ըստ լրագրողների մալազիական ավանդական ողջունի պար է։ Ամերիկացի առաջնորդին օդանավակայանում դիմավորել է Մալազիայի կառավարությունը։ Մալազիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադառնում է Ասիա ոչ թե միայն ռազմական ուժ, այլ որպես տնտեսական գործընկեր։ Կուալա Լումպուր ժամանելուց 6 ժամ անց Թրամփը հայտարարել է 4 երկրների հետ առևտրային համաձայնագրերի կնքման մասին։ Թրամփը հանդիպել է ոչ միայն տարածաշրջանային առաջնորդների հետ, այլ նաև բանակցություններ է վարել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ, ով հայտարարել է, որ իրենց թիմերը անմիջապես կսկսեն սակագնային քննարկումները։ Երեկ Թրամփը պատմական համաձայնագիր է ստորագրել նաև Թայլանդի եւ Կամբոջայի նախագահների հետ, երկու երկրների միջև սահմանի մոտ մարտերը դադարեցնող խաղաղության համաձայնագիրը, որն ըստ Թրամփի ամենակարևորն էր։ Համաձայնագրի Թայլանդը կազատի կամբոջացի բանդարկյալներին, իսկ Կամբոջան կսկսի դուրս բերել ծանր հրետանին։ Արարողությունը Թրամփի առաջին միջոցառումն էր Կուալա Լումպուրում Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի ամենամյա գագաթնաժողովին ժամանելուց հետո։ Այնուհետև այցեր են նախատեսված Ճապոնիա եւ Հարավային Կորեա։ Նախագահը տնտեսական համաձայնագրեր է ստորագրել Կամբոջայի, Թայլանդի եւ Մալազիայի հետ, որոնցից մի քանիսը նպատակ ունեն ընդլայնել հիմնական հանքանյութերի առևտուրը։ Կուալա Լումպուրում Ասիա-Խաղաղ օվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում վերացվել են նոյեմբերի 1-ից սկսած Թրամփի կողմից չինական ներմուծման վրա 100% մաքսատուրքերի սահմանման սպառնալիքը, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը, հավելելով, որ երկու կողմերը կարողացել են համաձայնության գալ Պեկինի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես ծվի եւ սոյայի գնումների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար չինական հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության հետաձգման վերաբերյալ։ Թրամփը կհանդիպի Սի Ցզինպինին Պեկինում հոկտեմբերի 30-ին։ Երկու երկրների նախագահները կքննարկեն մաքսային սահմանափակումների մեղմացման, տեխնոլոգիական արտահանումների եւ Արևելյան Ասիայում անվտանգության հարցեր։ Երկու կողմերն էլ ձգտում են կանխել իրենց առևտրային պատերազմի սրումը, այն բանից հետո, երբ Թրամփը սպառնաց չինական ապրանքների վրա նոր 100% մաքսատուրքեր սահմանել եւ այլ առևտրային սահմանափակումներ սահմանել նոյեմբերի 1-ից, ի պատասխան Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման ընդլայնված վերահսկողության։ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարեցին Բուրևեստնիկ միջուկային հրթիռի փորձարկման մասին։ Նախագահ Պուտինը այն հաջողված անվանեց եւ ասաց, որ աշխարհում ոչ ոք չունի նման եզակի զենք։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ին անցկացվել է Բուրևեստնիկ միջուկային հրթիռի փորձարկում։ Հաղորդվում է, որ հրթիռը օդում մնացել է մոտ 15 ժամ եւ անցել է 14000 կիլոմետր հեռավորություն։ Գերասիմովը հավելել է, որ դա սահմանը չէ։ Ռուսական 10 լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հրթիռի մշակումը սկսվել է այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս եկավ 1972 թվականի բալիստիկ հրթիռների մասին պայմանագրից 2001 թվականի դեկտեմբերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ Բուրևեստնիկ միջուկային շարժիչով թևավոր հրթիռը եզակի է աշխարհում։ Նա այս հայտարարությունն արել է զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարական կետ այցելության ժամանակ։ Կիրակի առավոտյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Լուվրի տպավորիչ կողոպուտին մասնակցելու մեջ կասկածվող 2 անձ ձերբակալվել է։ Հրատարակության տվյալներով շաբաթ երեկոյան ձերբակալվել եւ դատական ոստիկանության կողմից կալանավորվել են 2 տղամարդիկ կազմակերպված խմբային գողության եւ հանցագործություն կատարելու դավադրության գործով հետաքննության շրջանակներում։ Փերիս Մեչը եւ Ֆրանս Ինտերը հղում անելով ոստիկանական աղբյուրներին հաղորդում են, որ առնվազն 1 անձ ձերբակալվել է Ռուասի Շարլ դը Գոլ օդանավակայանում, երբ նա պատրաստվում է նստել Ալժիր մեկնող ինքնաթիռ։ Գողության գործով հետախուզվում են 4 կասկածյալներ։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, Նորապետ, ՌՄ Պլազա, Գոդավար ընկերությունների ԱԳԼՃԿ-ների, Երևան Marmalade Industries ընկերության, Իջևանի գինու կոնյակի գործարան ընկերության, Կոտայքի ՃՇՇ ընկերության, Քարակերտի քարաձուլման գործարան ընկերության, Էդգար եւ Վանուշ Հովանիսյաններ ընկերության սեփականատեր, Ռոստամ Սադոյանի սեփականատեր, Խաջիկ Մնացականյանի սեփականատեր, Հովիկ Ասատրյանի սեփականատեր, Արթուր Քեյանի սեփականատեր, Սամվել Մացակյանի, Քարակերտի թիվ 1 եւ 2 մանկապարտեզների, Հասե Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնի, Դալարիկի Հովանիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հոկտեմբերի 29-ին ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21-ը կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Այրում, Կողբ, Բերթավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկածոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղցավան, Դեբեդավան, Արճիշ բնակավայրերի գազասպառողների, Լոռու մարզի Շնող, Թեղուտ բնակավայրերի գազասպառողների, Գազարթի, Զևս, Կայծոն, Դեբեդ 1, Դեբեդ 2 սպեցընկերությունների ԱԳԼՃԿ-ների, Մասիս Տոբակո ընկերության, Լևոն 2 ընկերության, Հովսեփ Նարեկ ընկերության, Հարավկովկասյան երկաթուղի ընկերության, Բագրատաշենի Մաքսատան, Պլատին ընկերության, Զեոլիտ Պրո ընկերության, Թումանյանի ՃՇՇՁ ընկերության, Արարատ Գիշյան ԱՁ-ի, Գրետա Բարսեղյան ԱԶ-ի, Ռիմա Վարդումյան ԱԶ-ի, Նաիրա Ալեքսանյան ԱԶ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, սեփականատեր Արփինե Գիշյանի, սեփականատեր Էդիկ Հարությունյանի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 29-ին ժամը 9:30-ից մինչև ժամը 20-ը կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի 6-րդ զանգվածի բազմաբնականան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կենտրոն վարչական շրջանի Թումանյան, Հաբովյան, Պուշկինի փողոցներով եւ Հյուսիսային պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 9-ից մինչև ժամը 16-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տան, Կարենի, Սալափարս, Բջնի, Արձական, Քարաշամ, Թեղենիկ բնակավայրերի, Աղվերանի հանգստյան գոտու գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։